Շարունակենք օպերացիաներ եւ ֆունկցիաներ կանչելու տեխնոլոգիան, քոլեյբլների այդ աշխատանքը քոլեյբլների այդ աշխատանքը, ուրեմն էլի պարամետրերի հետ փորձենք խոսել կամ պարամետրերի տեսակետից նայել։ Ինչպիսի բան կա, տիպերի պարամետրացումներին ինչպես օպերացիաները, այնպես էլ ֆունկցիաների համար։ Մենք հիմա պարամետրերին փորձենք փոփոխել, փորձենք տիպերի փոփոխության ենթարկել։ Այդպիսի բան կա C#-ում եւ երևի Java լեզվում generic տեխնոլոգիա կա։ Generic-ները ինչ են ասում։ Generic-ները մեզ միշտ հուշել են կամ հուշում են, որ եթե դուք ունեք ենթադրենք class A եւ այստեղ ունեք integer A, կապ չունի, ֆունկցիան իրանք աշխատացնի չէ, արդեն առաջնային չի, եւ ուզում եք նույն կլասից ստանալ, նույն կլասից, սակայն ստեղ լինի string էլի A, էլի նույն ֆունկցիայով։ Դա generic-ների տեխնոլոգիան կրկնություն է ուղղակի։ Դուք երկու կլաս գրելու փոխարեն մի կլաս կգրեք, բայց այս integer-ի փոխարեն կգրեք ենթադրաբար ինչ որ մի տառ, ասենք T2, ինչ որ մի սիմվոլների քանակ։ Հետագայում, եթե ուզում եք string ստանաք, կգրեք A, ենթադրենք string object, ենթադրենք դուք ուզում եք integer ստանալ, կգրեք A, int, էլի object, եւ այլն, նույն բանը իրա կողքը կլինի։ Ահա ստացվում է, որ object 1, object 2, object 1-ը կաշխատի string-ով, object 2-ը կաշխատի integer-ով։ Այդ դեպքում այս մասը արդեն մենք հանում ենք, գոյություն չունի, մի կլաս ենք անում, մի t ենք անում, նույն փոփոխականը դնում ենք, նույն ֆունկցիան պահում ենք։ Ստացվեց, որ մեզ մոտ իսկապես կա տեխնիկական հնարավորություն, որպեսզի որևէ տիպ փոփոխվող տեխնիկական միջոցով տիպը փոփոխելով ստանանք տարբեր օբյեկտներ։ Սա կոչվում է generic-ներ, իր ամեն դրական կողմերով, ասենք իրեն առավելություններով, այդպես նայենք։ Այդպիսի բանից պարզվեց կա նաև մեզ մոտ։ Մեզ մոտը հարցը վերաբերում է քվանտային ծրագրավորման, կոնկրետ Q#-ի հետ կապված։ Մեր քոլեյբլները մենք շարունակում ենք, ասենք ինչը մենք կանչում ենք, այստեղ օբյեկտ class չկա, միայն քոլեյբլներ են, ասենք օպերացիա, ֆունկցիա, պարամետր արգումենտ, երբեմն return եւ այլն։ Ահա ստացվում է, որ այս տեխնոլոգիան մեզ մոտ կիրառված է։ Ենթադրենք ունենք, մենք օրինակ այդպես կանենք, ենթադրենք ունենք փոփոխականների զանգված, որը պետք է պրոյեկտենք, ասենք ձևափոխենք, մեկ այլ տվյալների տեսակի, ասենք integer-ը սարքել string ենթադրենք։ Ինչպես դա կատարել։ Կարելի է ենթադրենք երկու ֆունկցիա պահել, ինչպես մեր այս նկարում դեպքում երկու կլաս էինք պահում, բայց մենք կարող ենք նաև մի ֆունկցիա, մի operation-ով, մի callable-ով այդ նույն գործողությունը կատարենք։ Մեզ մոտ օրինակում անուն է դրած t տառը կա in out կապ չունի տառերի հավաքածուն, template-ա։ Ինչպես Java եւ C#-ում template բառի t տառն են վերցնում, բայց նա ցանկացած սիմվոլների հավաքածու կարող է ընդունել։ Նայենք օրինակը միանգամից, ու այդ օրինակի բացատրությունը շատ գեղեցիկ ձևով կա, սա մենք այդ նույնը կբացատրենք այս տեսակի կամ այս ծրագրի կամ այս Word-ի ծրագրի վրա, աշխատացնենք իրան copy paste արդեն արված է, ես աշխատացնում եմ, տեսնում եմ ինչա կատարվում։ Մուտքային տվյալները true false false true է եկել, ես իրան վերածել եմ պրոյեկցիան արդյունքը, վերածել եմ 1001, տեսնենք արդյոք սա տեղի ունի թե չէ։ Գնանք առաջ, տեսեք, հիմա նայենք ծրագրին, վերադառնանք երևի Word-ին, որտեղ արդեն ավելի լավ է երևում, ունենք մի հատ ֆունկցիա։ Ինքը մեր հին լեզվով ասած template-ով է, այսինքն պարամետրեր, որոնց տիպը կարող ենք եւ փոխել։
Ոստեղ նշված է, ինչպիսի template-ներ կարող են լինել, այս մեր նշանը այստեղ փոխված է այս կետով, կավիճկայով կամ ոնց կարող ենք ասել։ Ուրեմն, եթե այս նշանը կա, ինքը մտնում է այդ տիպերի պարամետրացում, այսինքն ես պարամետրի տիպը փոխում եմ, պարամետրի տիպը փոխելու տեխնոլոգիան եմ ես ուզում ստանալ, տարբեր տիպերով մենք պետք է իրեն հետ աշխատենք, ստորակետով բաժանված է, այստեղ նշված է, ինչպիսի դեր կխաղան մեր template-ները, template բառը այստեղ իսկապես շատ բռնում է, կունենանք երկու հատ, ուրեմն ցուցադրվող array-ներ, վեկտորներ, ինքը ցույց կտա, որը որտեղ է պրոյեկտվում, եւ ցույց կտանք, որ մենք ստեղ մի տիպ կդնենք, out-ում մի այլ տիպ կստանանք եւ այլն։ Հիմա ծրագիրը եկեք մի անգամից ցուցադրենք, տեսնենք ինչպես է ինքը աշխատում։ Մենք ուրեմն boolean կուղարկենք եւ հետո կստանանք երևի string, կտեսնենք, ես լավ չեմ հիշում, կնայենք հիմա։ Մենք տեսեք, մենք value կանենք boolean, ռեզուլտատը կլինի եւ մենք կստանանք իրեն երևի string կունենա, result-ը կորոշենք ինչպես է ինքը կատարվում։ Տեսեք։ Հիմա ունենք ֆունկցիա, այդ գործողությունը անում է։ Նու մենք վերցնում ենք ենթադրենք length input, այսինքն մենք կարող ենք վերցնել չափը, ենթադրենք input չափը, ինչքան է, 4 իսեղ երրորդի բացատրությունն է, ու երրորդի բացատրությունը, երրորդ տողը ստանում է մուտքային զանգվածի երկարությունը, չորրորդ տեղը հատարում է նույն երկարությամբ, այսինքն մոտավորապես չորրորդ տողը մենք կատարում ենք mutable, որտեղ ինքը թույլատրում է mutable-ով աշխատել եւ out-ում կնշենք այսպիսի length-ը։ Ինչևից է, մենք ստացանք միջնորդված տվյալ, ուրեմն input տիպը մուտքը ինչա եւ իրան կվերածենք պրոյեկտում ենք, մենք իրա չափը պրոյեկտում ենք մեզ մոտ։ Հենց որ մենք իրա չափը պրոյեկտեցինք մեզ մոտ, ապա ես կարող եմ array length-ի for անել range-ով մինչև ինչ-որ մի տարածք կետերով եւ խնդրեմ, մենք այդպիսի բան անցել ենք զանգվածի օրինակ, վեկտորի օրինակ, որ մենք ստանում ենք նոր վեկտոր, քանի որ վեկտորները mutable են, մենք ստանում ենք նոր վեկտոր, բայց անդամը փոփոխված։ Այսինքն source projected այս mutable-ը set-ով արդեն փոփոխության ենք ենթարկում, առավել եւս, այս փոփոխված ենթարկված բանը, ուրեմն մասը վեկտորի projected վեկտորը ինքը input-ով կստանա, տեսեք այս input-ով ինքը կստանա մի տիպ եւ ինքը պրոյեկտի մի այլ տիպի, այսինքն կստացի, որ այս օպերատորը սինտաքսիսը զանգվածի երրորդ անդամը փոխել մի այլ անդամի, սա մենք անցել ենք, դրա համար ես այստեղ չեմ կենտրոնանում։ Ստացվեց, որ մեզ մոտ տիպը կգա ինչ-որ մի ձևով, տիպը կփոխվի, կգնա մի այլ ձևով։ Հիմա փորձենք տեսնենք արդյոք այդպես է թե չէ։ Խնդրեմ։ Void ենք վերադարձնում, այսինքն ոչինչ չի վերադարձնում մեր operation-ը, մուտքի մասը, ուղարկում ենք true false։ Զանգված, որտեղ 4 անդամ կա, եւ այս 4 անդամները boolean արտահայտություն են։ Հիմա արդյոք մեզ մոտ result-ը project կարող է կանչել։ Տեսեք, boolean տիպով եւ result-ով։ Ուրեմն value-ն կուղարկենք boolean, result-ը bool as result, այսինքն ես այս boolean եմ ուղարկում իրեն։ Իսկ ինքը ինչ անում։ Նայենք։ Հենց հիմա project-ը գալիս է, ինքը in-ն ու out-ը վերցնում է, in-ի մեջ կդնի value-ն, value-ն կլինի զանգված boolean, resultat-ը արդյունքը bool as result, այսինքն ռեզուլտատը մեզ մոտ արդյունքը մեզ մոտ կլինի boolean։ Հիմա եթե ես վերցնում եմ true false այս տարբերակը եւ project-ը վերածված է, տեսեք ինքը վերածված է, project-ը ինքը վերածված է մի այլ տիպի։ Այդ մի այլ տիպի տեխնոլոգիան մեզ մոտ ցույց է տալիս, որ մենք value կստանանք մուտքային զանգված,
պրոյեկցվել է բուլ ռեզուլտա, արդյունքը ռեզուլտատով է գալիս, այսինքն ինքը մեր արդյունքը կտա այդպես, եթե ես իրան աշխատացնեմ ու նայենք, ուրեմն ինչ է ստացվում, որ ես true false բուլյան եմ ստացել, ես բուլից ռեզուլտատ եմ ստացել, այսինքն մի այլ տիպի աշխատանք եմ ստացել, 1-ը 1-0 է, իսկ սա այլ տիպ է, այսինքն տիպի փոխակերպում եղավ, մի տիպից մյուսին անցանք, կամ մի տիպով աշխատեցի, մի այլ տիպով իր արդյունքը ես ստացա, ստացվեց, որ մեզ այս թեման, այս նկարագործը, տիպերի պարամետրացումը, այսինքն տիպերի պարամետրացում ինչ է նշանակում, որ ես կարող եմ պարամետրում տարբեր տիպեր ունենալ generic-ների նման եւ ըստ այդ տիպի ինքը կփորձի աշխատի։ Մեր օրինակը այդպիսի գործողություն ինքը կատարեց, այսինքն ինքը վերցրեց բուլյան եւ as result, այսինքն ինքը ինչ result ստացվեց, ինքը որպես բուլյան result բերեց, բայց բուլյան result-ը ինքը տալիս է որպես string, այսինքն մենք ստացանք տեխնիկապես ստացանք string տիպի, այսինքն 1-0 տեխնոլոգիայով։ Այսքանը այս դասի մասին եւ փոքր ամփոփում, որ տիպերի պարամետրացումը դա իրենից ներկայացնում է generic-ների կիրառություն իր տեխնոլոգիական միջոցներով։ Եվս մի անգամ նշեմ, մեզ մոտ այս 6-րդ կետը նորից ցուցադրեմ, ձեզ ցույց տամ, որ բուլյան արժեք է ստանում եւ արտածում է string մասի, որը result-ում է նշված։ Եվս մի անգամ շեշտեմ դա, result տիպը դա տիպ է, որը մեզ տալիս է string տիպի իր արդյունքային արժեքները, որտեղ է ինքը գտնվում, կոնվերտացիայի մեջ է գտնվում, C# application-ի մեջ է գտնվում եւ ունի այդպիսի bool as result, ես եւս մի անգամ այստեղ ավելացնեմ, որ bool as result-ը դա վերափոխում է, այսինքն այլ տիպ է վերադարձնում, սիմվոլային տեսակետից ինքը string է, բայց ինքը որպես անուն, որպես տիպ, առանձնահատուկ մենք դրա մասին նշել ենք, բուլյան ենք մենք ստանում, արդյունքը մենք string ենք ստանում, բայց bool as result-ը տալով string, ինքը նոր տիպ է, ես կցանկանայի եւս մի անգամ շեշտել, string-ը չի առաջի տեղում, result-ը դա նոր տիպ է, այսինքն բուլյան ստանում ենք, result-ը մենք վերածում ենք, իրան փոխում ենք մի այլ տիպի, ցանկացած դեպքում կամ ցանկացած արժեքի դեպքում մենք պարամետրիզացիա ենք կատարում տարբեր տիպերի հետ աշխատելու հնարավորությամբ մեկ ֆունկցիայի կամ մեկ օպերացիայի սահմաններում։